Բարի օր, ես Ժասմինն եմ։ Բարև, ես Սաթին եմ։ Մենք Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացուհիներ ենք, որոնք որոշել են խոսել Հայաստանի Հանրապետության ուղիղ հիմքերում ընկած կարևոր հասկացությունների մասին, պարզ հասկանալի լեզվով մեր մասնագիտությունների շրջանակում։ Եւ քանի որ Սաթին մեզ մոտ հարկային իրավաբան է, մենք այսօր խոսում ենք վախենալու թեմայից, ինչպիսիք են հարկերը։ Ընդհանրապես վախենալու թեմա։ Այո, հարկային մասնագետի համար վախենալու չի, մնացած բոլորի համար վախենալու է։ Դրա համար խնդրում եմ բացատրի մեզ հասկանալի բառերով, ինչ են հարկերը, ինչի համար են իրանք առհասարակ։ Հարկերի սահմանումը բավականին միջազգային է ու բավականին ստանդարտ է կարելի ասել, որ բացենք Հայաստանի Հանրապետության հարկերի մասին օրենքը ու բացենք Եվրոմիության ցանկացած պետության հարկերի մասին օրենքը, այդ սահմանումը գրեթե նույնն է, որովհետև ինքը տենց պատմականորեն ձևավորված սահմանում է, թե ինչ է հարկը, ու դրանով իսկ բացատրվում է, թե ինչներից է ինքը պետք։ Հարկը պարտադիր եւ անհատույց վճար է։ Այդ երկու բաղադրիչը պարտադիր է հարկի դեպքում։ Ու դա ասես որ վախենալու չի։ Այո, պարտադիր է, համապարտադիր է, հենց մենք ինչ որ մի հարկային օրենսգրքի պայմաններին բավարարում ենք, պարտադիր պիտի վճարենք, այսինքն չունենք ինչ որ օպցիա չվճարելու, չուզելու եւ այլն տենց որոշելու դրան էլ կանրադառնանք, բայց սահմանումը հարկի, հա, պարտադիր եւ անհատույց։ Անհատույց նշանակում է ի տարբերություն օրինակ պետական վճարների, պետական տուրքերի եւ այլն, դու հարկի դիմաց ըստ էության ոչինչ չես ստանում, տենց ոչ մի ծառայություն, ոչ մի ուղղակի ծառայություն պետությունից չես ստանում։ Պետությունը տալիս է քեզ խոստում, որ կլինի թափանցիկ եւ հարկերը կօգտագործի համարժեք, վերահսկողություն կապահովի, բայց թե ինչ անելու այդ գումարի հետ, ըստ էության պարտավոր չի քեզ ասի, կարող է ասի, բայց կարող է չասի։ Ինքը անհատույց է, այսինքն հենց դու ինչ որ օրենքով պարտավորվեցիր վճարես հարկ, դու պիտի վճարես այդ հարկը եւ ըստ էության չակնկալես տենց ակնհայտ ինչ որ ծառայություն դրա դիմաց պետությունից։ Բայց էլ չկա, այդքանը վերջանում է սահմանումը հարկերի։ Դե ինչի համար է հարկերը։ Հարկերը պետական գանձարանը առաջ, հիմա պետական բյուջե լցնելու համար է։ Երբ մենք խոսում ենք դրա մասին, ես քեզ ասեցի, չկա պետություն, եթե չկան հարկեր։ Այսինքն հարկերի գաղափարը նույնքան հին է, ինչքան պետության գաղափարը, ու պետություն ասլով հիմա մենք նկատի չունենք ազգային պետությունը, հա, հին Եգիպտոսը, հին Հունաստանը, Միջագետքը, ինչի մասին ուզում ես մտածի, ինչքան կարաս հին պետություններ պատկերացրա, հարկերը միշտ եղել են։ Բանակն ու հարկերը պետության երկու sense ամրոցներն են, հա, առանց որոնց պետություն չկա։ Դա ըստ էության չի փոխվել մինչև այսօր, այդ երկու սյունը, հիմնասյունը այն սյուներն են, որոնց վրա կանգնած է ցանկացած պետություն, իր իմաստը պետական բյուջեն լցնելն է։ Սրանից ուղիղ բխում է իմ հաջորդ հարցը։ Եթե մենք խոսում ենք ցանկացած պետության մասին եւ ցանկացած մոդելի պետության մասին, այսինքն հանրապետությունը, միապետությունը, կայսրությունը, չգիտեմ, ինչ կա այնտեղ։ Իրանց բոլորի հիմքում, այսպես ասած, ընկած են հարկերը։ Բոլորը հարկեր են տալիս։ Մենք հարկեր բառի հետ Հայաստանում ունենք շատ վատ ասոցիացիա, որովհետև ենթադրում եմ բոլորը, բայց եթե ոչ բոլորը, դեպս մեր դասարանը ամբողջ առնվազն հիշել է, որտեղ մեր պատմության ուսուցչուհին շեշտում էր, որ Օսմանյան կայսրությունը հայ բնակչության վրա մեծ հարկեր էր դրել, մեծ հարկեր էր դրել, հետո ունենք մեր մեռավ թուրքի խարջը տալով, խեղճ մշեցին, այո, խեղճ մշեցին, խարջահարկը, եւ այն պահից, որ մենք իմանում ենք այդ բառի գրական հայերենը, վատ ասոցիացիաներ ունենք։ Հիմա ինչով է տարբերվում պայմանական Սուլթան Սուլեյմանին տված հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին տված հարկից։
Նախ ոչ մեկն էլ չի սիրում հարկ վճարել։ Մարդիկ ամենտեղ նույնն են ու հարկը հենց այդ անհատույց ու պարտադիր լինելով ինքը այն ազատության սահմանափակումն է ակնհայտ, որին դու գնում ես պետություն ունենալու համար։ Այսինքն դա այն վճարն է, որ դու վճարում ես պետական ծառայություններից օգտվելու համար, ունենալու անվտանգ սահմաններ, կրթության իրավունք եւ այլն եւ այլն։ Բայց միևնույնն է, դա բանակին զուգահեռ ամենազգայուն թեմաներն են, որովհետեւ միակողմանի պետությունը ներխուժում է տվյալ դեպքում քո գրպան ու ոչ մի տեղ էլ, ոչ մի ժողովուրդ էլ չի սիրում հարկ վճարել։ Որովհետև դա բռնություն է քո գրպանի, քո ֆինանսների նկատմամբ։ Ինչ վերաբերվում է մեզ կամ խեղճ մշեցուն, հա, երգը բոլորս էլ գիտենք, այստեղ խնդիրը էլի հայերը չեն կամ մեր ժողովուրդը չի, այլ հենց պետության տեսակն է։ Խնդիրը հարկերն էլ չեն։ Խնդիրը այն է, որ միապետությունը ու տվյալ դեպքում նույնիսկ կայսրությունը, որտեղ դու չես հանդիսանում կայսրության տիտղոսակիր ժողովուրդը, այլ փոքրամասնություն ես, այն էլ կրոնական փոքրամասնություն ես կրոնական կայսրությունում, Օսմանյան կայսրությունը մինչև Թանզիմատ, մինչև այդ սահմանադրական բարեփոխումները 19-րդ դարի կեսերին ինքը կրոնական կայսրություն էր։ Ու քրիստոնյաները, այն էլ փոքրամասնությունները, ոնց ասեմ, երկրորդ կարգի չասեմ, բայց բավականին զիջում էին իրանց իրավունքներով մուսուլմանական մեծամասնությանը։ Այդ առումով կայսրությանը տված հարկը շատ ավելի ոչ թափանցիկ է, ասում եմ, այսօրվա համակարգերում սկզբում նշեցի, որ պետությունը դրա փոխարեն քեզ տալիս է երաշխավորություն, երաշխավորագիր, օրենքում հենց այդպես էլ գրվում է, երաշխիք, որ կլինի թափանցիկ հարկերը ծախսելու գործում եւ քեզ կտա վերահսկողության գործիքներ, այսինքն այդ հակազդեցության լծակները, հա։ Նման խոստում կայսրությունները չեն ունեցել։ Այսինքն ոչ մի կայսր, ոչ մի միապետ չի ասել, խնդրում եմ, հարկերը վճարեք, փոխարենը մենք այդ հարկերը կծախսենք շատ թափանցիկ, թոշակ կտանք, աուդիտ կանենք, դուք կտեսնեք, թե ինչ է կատարվել ձեր հարկերի հետ եւ այլն եւ այլն, նման խոստում չի եղել։ Այսինքն այստեղ ոչ թե հայերի հարցն է կամ Սուլտան Սուլեյմանի ու ինչ որ մեր վարչապետության կամ նախագահների հարցն է, այլ ժողովրդավարության կամ այսօրվա ազգային պետության հակադրությունն է կայսրությանը։ Մենք խոսում ենք ինչով են այսօրվա պետությունները ավելի լավ, մարդու մասին են իրանք գոնե տեսականորեն։ Դրա համար այդ ամենազգայուն թեմաներն էլ, որոնք են հարկերն ու բանակը, հնարավորինս մարդամոտ է տեսականորեն կառուցված թափանցիկության ու վերահսկողության խոստումների շնորհիվ, որոնք բացակայել են նախկինում։ Այսինքն հիմնական տարբերությունն է նա, որ Օսմանյան կայսրությունում հարկերը հավաքվում էին ու ծախսվում էին սուլթանի ու իր տնեցիքի բարօրության համար, իսկ մեր հասարակարգում ըստ էության իրանք պետք է հավաքվեն ու ծախսվեն ամբողջ պետության եւ իր քաղաքացիների բարօրության համար։ Հա, մենք էլի լքում ենք հարկերի տիրույթը, դա ամենալավը Ժան Բոդենը հենց աբսոլյուտիզմը Ֆրանսիայի ինքն է նկարագրել, այդ սուվերենը երբ որ փոխվել է, միապետից դարձել է ժողովուրդը, հա, քաղաքացին, հասցեատերն էլ է փոխվել, եթե առաջ հարկերը ամբողջությամբ այդ գանձարանը, հա, միապետինն էր, հիմա բյուջեն նոր սուվերենինն է, որը տվյալ պետության քաղաքացիներն են, այսինքն դա պիտի ծառայի մեր բարօրությանը, ոչ թե միապետի, ինչպես կամ միապետի ցանկությամբ ծախսվեր, ինչպես նախկինում էր դա տեղի ունենում։ Իսկ հիմա դեպքում ով է որոշում, թե ուր են գնալու մեր հարկերը ու ով է վերահսկում այդ որոշողին։ Վերահսկողություն տենց որպես այդպեսին չկա։ Տես նորից պետությունը տալիս է խոստում
Մեզ մոտ դա հարկային օրենսգրքում այդ խոստումը ձևակերպված, Եվրոպայում դա հաճախ սահմանադրությունից ուղղակի բխող սկզբունք է, որ հարկերը պիտի ծախսվեն թափանցիկ, հաշվետվողականություն պիտի լինի, հսկողություն պիտի լինի, այսինքն խոստումը տրվում է օրենքով։ Օրենքի պահապանները Հայաստանի Հանրապետությունում դատական ինստանցիաներն են։ Այսինքն եթե օրենքը խախտվում է, պիտի գնաս դատարան, չէ՞։ Հայաստանում օրենքի պահապանները դատական համակարգն է։ Ով է որոշում ոնց ծախսվեն հարկերը, որոշում է կառավարությունը օրենքի հիման վրա։ Գործադիր, այո, օրենքի հիման վրա գործադիրը կազմում է Հայաստանի Հանրապետության բյուջեն, վերջերս մեզ մոտ մի քանի օր առաջ հաստատվեց բյուջեն, մյուս տարվա ու այդտեղ նշվում է, թե ինչքան մուտք ենք ունենալու ըստ պլանի, ինչքանն է դրանից հարկային մուտքերը ու ինչպես ենք ծախսելու այդ մուտքերը, այսինքն սոցիալական բլոկ, մշակույթ, կրթություն, անվտանգություն եւ այլն եւ այլն։ Այդ որոշումը կայացնում է կառավարությունը ըստ էության։ Հիմա ես գիտեմ, որ այդ որոշումների այսպես տեսակի առումով, հարկերի բաշխման առումով պետությունները ու հասարակարգերը երևի ավելի շատ տարբերվում են։ Այսինքն մենք գիտենք, որ սոցիալիստական պետությունը պայմանական ուրիշ ձև են իրենք բաշխվում, որովհետև ինքը սոցիալիստական պետությունը ուրիշ ծախսեր ունի, այսպես ասած, լիբերալ, խիստ լիբերալ պետություններում ուրիշ ձև են, սոցիալական պետություններում երևի այդ երկուսի մեջ տեղում են։ Ոնց է տարբերվում այդ բաշխումը, ինչի հիման վրա է տարբերվում։ Ու Հայաստանի Հանրապետությունը այդ շարքից որտեղ է գտնվում իրականում։ Այդ քո նշած մոդելները մենակ հարկերի բաշխման փուլում չեն տարբերվում, նաև հարկային քաղաքականության, այսինքն հարկահավաքման փուլում են տարբերում։ Նախ ոնց են հարկերը հավաքում, հետո ոնց են ծախսում։ Դե դու հիմնական առանձնահատկությունները նշեցիր, իրանք գաղափարապես հենց այդպես էլ բաշխված են սոցիալիստական երկրներում, շատ ավելի կենտրոնացված է, շատ ավելի շատ է հավաքվում ու շատ ավելի շատ է վերաբաշխվում, այսինքն հարուստներից հավաքել աղքատներին տալու սկզբունքը, օրինակ այդ ունեցվածքի հարկ կոչվածը, հա, Հայաստանում չկա կարծեմ ունեցվածքի հարկ, բայց ինքը տենց սոցիալական, սոցիալիստական գործիք է հարուստներից հավաքել, բաժանել աղքատներին։ Զուտ, որովհետև դու հարուստ ես, ունես ինչ-որ շեմը հաղթահարող ունեցվածք, եկամուտ չունեցվածք, դու դրա համար վճարում ես հարկ, օրինակ։ Դրա հակառակ կողմը այն խիստ լիբերալ, խիստ ազատ թողնելն է, այդտեղ շատ ցածր է հարկահավաքման, այսինքն հարկեր հավաքելու, հա, հարկեր վերցնելու բլոկը, փոխարենը նաև շատ սուղ է սոցիալական բլոկը, այսինքն բաշխումը ինչ-որ աղքատների, ծերերի, չգիտեմ, հաշմանդամների եւ այլ նպատակ, թեկուզ հենց կրթությունը եթե վերցնենք, ինչքան քիչ հավաքես հարկ, այնքան բնականաբար քիչ ես ծախսում։ Հայաստանը որտեղ է գտնվում, ինձ թվում է Հայաստանը հարկահավաքման տեսակետից ավելի լիբերալ է, այսինքն այտենց շատ չի խեղդում հարկատուին, հա ինքը բավականին sense հարկատու friendly է մեր համակարգը հետագումով, իսկ բաշխման փուլում ավելի սոցիալական է, ես կասեի, մենք դա տենց չենք զգում, բայց ինքը սենց բավականին մեծ սոցիալական բլոկ ունի ու Հայաստանի բյուջեի համեմատ բավականին մեծ է, ասենք թոշակի, չգիտեմ, սոցապի էլի այդ ընդհանուր այդ բլոկը, նորից գումարի չափից ելնելով մենք դա այդպես չենք զգում, բայց ինքը մտածած է այնպես, որ այդ ընտրազանգվածին լավն է, էլի, սոցիալական բլոկը լավ աշխատի,
Փոխարենը օրինակ տես IT ոլորտը շատ արտոնյալ է հարկ վճարում, հարկահավաքման փուլը ըստ էության շատ մոտ է օրինակ գերմանական մոդելին, տնտեսությանը հնարավորինս հանգիստ թողնել, փոխարենը ունենալ մեծ սոցիալական բլոկ, որտեղից է գալիս այդ եկամուտը։ Հիմնականում նման երկրներում արտաքին պարտքը, որտեվ պետությունը ունի մի քանի մուտքերի հնարավորություն, միայն հարկերը չեն էլի, որով լցվում է մեր բյուջեն, հարկերը ամենահեշտն է։ Իրան դու կարաս պարտադրես, փոխարենը ոչինչ չտաս, պարտադիր եւ անհատույց, երբ որ դու վարկ ես վերցում, տոկոս ես տալիս, պետքա վարկունակ լինես, ինչ որ պետքա քո վարկատուին ժամանակ առ ժամանակ հաշվետվություն ներկայացնես, չէ՞, ասենք ինչ որ միջազգային բանկերի եւ այլն։ Այդ առումով հարկը շատ հեշտ միջոց է բյուջեն լցնելու, բայց անսահման չի ինքն էլ։ Եթե քո սոցիալական բլոկը շատ մեծ է, հիմնականում նման երկրներում արտաքին պարտքը, ասենք ասենք, աճելու տենդենց ունի։ Իսկ նոր հարկեր ավելանում են։ Դա բոլոր երկրներում է տեղի ունենում, պարբերաբար նոր հարկեր են լինում։ Ես չեմ հիշում դեպք, որ ասեն, ինչ հարկը հանեցին։ Միշտ ինչ որ հարկ ավելանում է։ Ինչով է դա բացատրվում, այսինքն ոնց է պետությունը կամ այդ պահի իշխանությունը բացատրում քաղաքացիներին X հարկի նոր հարկի անհրաժեշտությունը, ու ոնց է անում, որ ամեն նոր հարկը չդառնա ինչ-որ պստիկ հեղափոխություն։ Երկրորդը շատ լուրջ հարց է։ Օրինակ Ֆրանսիայում աղոթում են, որ չդառնա, ուրիշ բան չեն կարող անեն։ Ֆրանսիացիները լսի շատ օրիգինալ ժողովուրդ են այդ առումով։ Ֆրանսիացիների այդ բողոքականությունը շատ քիչ ժողովուրդներ ունեն, էլի դա տենց ֆենոմեն է։ Եվրոպայում էլ է ֆենոմեն, աշխարհում էլ է ֆենոմեն։ Ֆրանսիացիների դեպքում եւ իրոք մնում է աղոթելը, այդ ուրիշ բան չեմ պատկերացնում, նույնիսկ գերմանացու կամ Գերմանիայի աչքերով որ նայում ես, անհասկանալի է այդ մարդկանց այդ ներքին բողոքականությունը, էլի։ Նախ առաջի մասով երևի հարկեր, հա, իրոք ավելացնում են ու իրոք տենց հումոր էլ կա, որ մեկ որ ներմուծեցին, էլ վсё, հավերժ է այդ հարկը։ Դե նախ պետքա ֆորմալ առումով օրենք, այսինքն պետքա այդ տեքստը ձևակերպել, ինքը ունի ստանդարտներ, էլի, հարկ սուբյեկտը, օբյեկտը, դրույքաչափերը, վճարման կարգը եւ այլն։ Երկրորդ պետքա հիմնավորել, այդ հիմնավորումը լինում է իրավական ու քաղաքական, ու դա էլ սահմանադրական պարտավորություն է ըստ էության, բայց այդ հիմնավորումը կարա լինի շատ լղոզված, օրինակ կարա պետությունը ասի, մենք որոշել ենք մոտակա 50 տարում այդ կանաչ էներգիան դարձնել մեր պետության էներգիայի աղբյուրների 99%-ը, չգիտեմ, պիտի լինի կանաչ, դա նշանակում է Հայաստանի դեպքում ատոմակայանը պիտի փակենք, տեղը արևային պանելներ տնենք, չգիտեմ ինչ, բայց դա տենց 50 տարվա բան է, էլի, տեսլական է, այսպես ասած, մենք պիտի դառնանք կանաչ էներգիայի տարածաշրջանային, չգիտեմ, կենտրոն ու դրա համար մեզ գումար է պետք, էս է հիմնավորումը, այնպես որ այդ հիմնավորումները միշտ գտնվում են ինչ-որ քաղաքական առումով, դե իսկ որպես պարտավորություն մնում է թափանցիկությունն ու վերահսկելիությունը, որը պետությունը խոստանում է օրենքով, ոնց անել, որ հեղափոխության չվերածվի, սա այդքան հարկատեսակի կամ հարկի հետ կապված հարց չի իրականում, այլ էլի սահմանադրական հիմքերի մասին է, հակակշիռների համակարգ է պետք, որոնց քո քաղաքացին վստահում է։ Այսինքն, եթե դու թափանցիկ ես իրոք, եթե կոռուպցիա չկա շատ համակարգային քո ներսում, եթե դու վերահսկելի ես, եթե ունես դատական համակարգ, որը արդար է եւ անկախ է, որին վստահում է քո քաղաքացին, այդ ամբողջը քեզ դարձում է վստահելի քաղաքացու աչքերում, որի հետևանքով քո այդ հայտարարած տեսլականը, օրինակ կանաչ էներգիայի ռեգիոնալ առաջատար դառնալը, վստահելի է թվում եւ մարդիկ հավատում են քեզ։ Մնացած դեպքերում կամ պիտի աղոթես, ինչպես Ֆրանսիայում, որտեղ կարելի է ընտրություններով իշխանություն կորցնել,
Կամ պիտի լինես հենց մեր տիպի երկրում, որտեղ դեռ չունես այդ փորձը արդար ընտրությամբ իշխանություն կորցնելու ու դեռ չես հասել այդ աղոթքի փուլին ու քեզ թվում է, որ պարզապես կարելի է, պարզապես կմարսվի, կանես, կանցնի, կգնա։ Ամենահամընդհանուր հարկը, որ մարդկանց ամենածանոթն է, եկամտահարկն է։ Դու աշխատում ես, վճարում ես եկամտահարկ։ Այդ թեմայով շատ բանավեճեր եմ լսում, որովհետև ոնց հասկանում եմ կան երկրներ, որտեղ աշխատող քաղաքացու եկամտահարկը վճարում է գործատուն անմիջապես, ու դու որպես աշխատող մասնակից չես լինում այդ գործընթացին, ու կան երկրներ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը այդ հարկերը վճարելու, համակարգելու, ճիշտ վճարելու, ճիշտ հաշվելու եւ այլն ամեն առանձին քաղաքացու վրա է։ Ոնց է դա որոշվում ըստ մոդելի, ըստ ավանդույթի, ըստ ինչի, ու էլի այդ մասին էլ շատ խոսակցություններ եմ լսել, բայց ուզում եմ դու ասես ինչ պլյուսներ ու մինուսներ կան այդ երկու մոդելների մեջ։ Նախ երկրորդ մոդելը, որ գործատուն չի հարկում քո եկամուտը ամսական, այդքան էլ տարածված չի։ Շվեյցարիայում կա այդ մոդելը, գործում է Սինգապուրում, Ամերիկայում կա, բայց օպցիոնալ է, այսինքն դու որպես հարկատու կարող ես ընտրել, թե որ կարող ես այնքան քիչ տեղ թողնել քո գործատուին, որ համարյա ստացվի, որ ամբողջությամբ դու ես անում հարկերը, էլի, այնտեղ մի քիչ տենց հստակ չի սահմանները, դու կարաս ինքդ որոշես, այս թող գործատուսին փոխարեն անի, ես կանեմ, ուսեմ։ Այսինքն շատ քիչ են, ու զարգացած երկրների մասն ենք խոսում ու զարգացող երկրների մասն ենք խոսում, որոնց մեջ մենք էլ ենք ամեն դեպքում այդ երկուսը իրար հետ մտնում, շատ քիչ են, մեծ ամասնությունը աշխատում է հարկային գործակալի սկզբունքով, այսինքն գործատուն հարկային գործակալի դերակատարություն է կատարում, հանդիսանում է միջնորդ աշխատողի եւ հարկային մարմնի միջև, որպես հարկային մարմնի գործակալ հարկում է քո իսկ հարկը որպես աշխատող, դա քո հարկն է, ինքը ընդամենը գործակալ է եւ փոխանցում է հարկային մարմնին, ինքը ոնց որ միջնորդն է, էլի, այն տները, որ վարձակալում են այդ մարդկանց, բրոկեր, հա, մոտավորապես այդ բրոկերի ֆունկցիան է ինքը անում, բայց հարկը ամեն դեպքում եկամտահարկն է, այսինքն այդ հարկի սուբյեկտը աշխատող մարդն է։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այն երկրները, որոնք աշխատում են առանց հարկային գործակալի սկզբունքի, կամ դեռ չեն հասել զարգացման այն մակարդակի, որ իրենց թույլ տան այդ միջնորդի ինստիտուտը ներմուծեն, ինքը փաստաթղթային առումով մի քայլ ավել է ենթադրում, չէ, այսինքն ոչ թե աշխատող հարկային մարմինակապը, այլ աշխատող գործատու հարկային մարմին։ Դու ոնց որ փաստաթղթային այդ բյուրոկրատիայի շղթան երկարացնում ես։ Կամ երկրները դեռ պատրաստ չեն այդ բյուրոկրատիայի շղթային, բայց դա իրոք Աֆրիկայի մասն ենք խոսում, այն որ նոր փորձում են պետական ինչ-որ էլեմենտներ ձևավորել, հա։ Կամ մենք խոսում ենք Շվեյցարիայի ու Սինգապուրի մասին, որոնք իրականում դա որպես բոնուս, այսպես ասած, տալիս են իրանց քաղաքացիներին, որոնք աշխատում են, որովհետև երբ որ հարկային գործակալն է քեզ հարկում, քո գործատուն, ինքը քեզ հարկում է ամսական։ Դու ստանում ես քո աշխատավարձը մաքուր, այսպես ասած, հարկերը հանած։ Դա նշանակում է, որ պետությունը ամսական քո հարկը ստանում է արդեն։ Երբ որ դու ես վճարում հարկը, տարին ավարտվում է, դու 12 ամիս ստանում ես քո եկամուտը ներառյալ հարկերը, այդքան ժամանակ պետությունը այդ հարկի երեսը չի տենում, քեշ, այսինքն որպես, հա։ Տարին վերջանում է, հետո դու մի քանի ամիս էլ ժամանակ ունես, մինչև հայտարարագիր կներկայացնես, նոր վճարում ես հարկը։ Այդ լիկվիդայնության էֆեկտը, որ փողը մնում է քո մոտ, դու կարաս օրինակ ներդնես տոկոս ստանաս, հեչ որ ուրիշ բան չանես, դու օրինակ հունվար ամսվա այդ աշխատավարձից հարկը կարող ես 11 ամիս, հələ եթե գումարենք շրջանը մինչև հայտարարագիրը, ուղղակի ներդնես, ավանդից տոկոս ստանաս։ Այդ տոկոսը ստանում է պետությունը, ու կարա ստանա, երբ որ գործում է հարկային ագենտի, այդ հարկային գործակալի միջոցով,
որովհետև քեշը շատ արագ հայտնվում է պետության մոտ։ Դրա համար դա իրանց կարան թույլ տան պետություններ, որոնք ասում են, որ տենց վրաս չի էլի, որ վճարես, հետո կտաս։ Իրենք ունեն ստաբիլ իրեն։ Հա, տարին կվերջանա, նոր կտաս։ Մնացած բոլորը, ու մենք հիմա խոսում ենք աշխարհի մեծամասնության մասին, տոկոս չասեմ, որովհետև սուտ կասեմ, բայց 90% լավ դեպքերում մենք ունենք համակարգ, որտեղ հարկային գործակալը, այսինքն գործատուն, ամսական եկամտից պահում է քո եկամտահարկը ու փոխանցում է հարկային մարմնին։ Շվեյցարիայի դա մեջ բարձր, Սինգապուրին որտեղից այդքան փող։ Չեմ կարող ասեմ։ Հոնկոնգում էլ է տենց կարծեմ։ Այդ կողմերը երկու, Սինգապուրն ու Հոնկոնգն են կարծեմ։ Նաև կան պետություններ, որոնք ընդհանրապես եկամտային հարկ չեն գանձում։ Դրանք նու Մոնակոն, օքեյ, Քաթարն է, Արաբական Էմիրատները, Միացյալ Արաբական։ Դրանք մի քիչ տարբեր տնտեսական զոնաներ են։ Դե տենց են, որ պրեստիժի թեմա է նաև, էլի ներդրումներ, նաև մարդկանց ներգրավելու թեմա է, եկամտահարկ չկա ուղղակի այդ երկրներում։ Մոնակոն չգիտեմ։ Լավ, ուրեմն բացի եկամտահարկից, ամենայելի տարածված հարկերից գույքահարկը, եթե դու ունես սեփականություն, տալիս ես գույքահարկ, ու եկամտահարկի երևի ինչ որ վարիացիա է շահութահարկը, ամենադեպս մարդկանց մեծ մասի համար։ Հիմա վերջին 2 տարվա ընթացքում մենք Հայաստանում ունեցանք վիճակ, որ բարձրացավ նախ եկամտահարկը, հետո այս տարվանից կարծեմ շահութահարկը։ Ուզում եմ լսեմ քո կարծիքը այդ մասին, նախ պետք էր բարձրացնել, պետք չէր, այնքան ինչքան բարձրացվեց եւ այլն, ու դա հոգուտ թե ի վնաս կծառայի վերջում։ Դե նախ սկսենք նրանից, որ հարկման սուբյեկտը շատ տարբեր է։ Շահութահարկ վճարում են իրավաբանական անձիկ, այսինքն կազմակերպությունները, գույքահարկ վճարում է ցանկացած անձ, ով ունի գույք, լինի դա ֆիզիկական թե իրավաբանական։ Այսինքն այս երկու հարկատեսակը չեն հատվում գրեթե, այնպես չի էլի, որ համես բարձրացավ համեն։ Երկրորդը շահութահարկը պետական հարկ է, այսինքն եկամուտները հոսում են պետբյուջե, գույքահարկը տեղական հարկ է, տարածք քաղաքապետարան, գյուղապետարան, համայնքապետարան, հա, ասենց ասենք։ Ըստ դրա իրանց ծախսն համհավաքագրումն է տարբեր մարմինների կողմից կատարվում, համ էլ տրամաբանորեն ելքն է կատարվում տարբեր մարմինների կողմից։ Համայնքապետարանը ծախսում է գույքահարկը համայնքի նպատակների համար, չգիտեմ, փողոցաշինություն, տրանսպորտ եւ այլն, դե պետությունը ավելի այտենց համապետական խնդիրներ է լուծում, էլի սոցիալական, կրթական, առողջապահական, անվտանգային եւ այլն, այնպես որ եթե սենց դուրս գաս հարկատուի հոգեբանությունից, իրանք իրար հետ կապ չունեն այդ երկու հարկատեսակը, գրեթե պատահականություն կարանք դիտարկենք, որ զուգահեռաբար բարձրացել են, այսպես ասած, առանձին որ նայենք գույքահարկի բարձրացումը, դե ինչ ասեմ, լավ կլինի, որ չբարձրանա, դե դա անենց բան է ախր, դա որոշում են համայնքները, ու գիտես գոնե որ բարձրանա ու հարկատուն փոխարենը տեսնի, որ համայնքի ինֆրաստրուկտուրան, հիմնականում դա օգտագործվում է քո գույքը շրջապատող ինֆրաստրուկտուրան լավացնելու համար, այսինքն որ քո այդ տունը, որի համար դու գույքահարկ ես վճարում, դառնա ատրակտիվ իր տեղը, էլի գտնվելու, լավ փողոցներ ունենաս, կողքը մանկապարտեզ ունենաս, կողքի համայնքի հետ կապող ինչ-որ լոգիստիկա ունենաս եւ այլն, լուսավորություն ունենաս փողոցների, զուտ քո ապրելու տեղը ավելի գրավիչ դարձնելու համար, ու եթե դա գոնե տեղի ունենա, մարդիկ այսինքն տեսնեն ինչի համար է այդ գումարը ծախսվում, ինձ թվում է էլի օքեյ է, բայց դե նորից իհարկե մենք նոր աղբամաններ ունենք Երևանում։ Դե տեսնում ես, գոհ եք, ինչ որ փոփոխություններ տեսնում եք գույքահարկի հետ կապված։ Հասկանում եմ, այդ դեպքում իհարկե բողոքներ կլինեն, թե բա ինչի եք բարձրացնում, եթե մենք դրա փոխարեն լրացուցիչ ոնց որ ծառայություն չենք տեսնում։
Ինչ վերաբերում է շահութահարկի այդ փոփոխությունը կլինի մի 10 տարի արդեն պարզ էր որ պիտի լինի, այսինքն դա կապել ներկայիս իշխանության հետ ճիշտ չի այդքան է։ Ինչից ելնելով էր պարզ։ Նայ Հայաստանում օրենքով կա ընդհանուր եւ հատուկ հարկման սիստեմներ, համակարգեր։ Ընդհանուրը այն դասական կլասիկ վիճակն է, որ բոլորը նույն հարկն են վճարում եւ այլն եւ այլն։ Ու կան հատուկ սիստեմներ, որոնք հիմնականում ինչ որ ժամանակահատվածով են ներմուծում։ Անցումային փուլ, մինչև օրինակ մանր ու միջինը, օրինակ կհարմարվի շուկային, կհարմարվի այդ բիզնեսմենի հոգեվիճակին ու դրանից հետո անցում ընդհանուր համակարգին։ Այսինքն այդ արտոնությունը ի սկզբանե ինչ-որ ժամանակահատվածով էր նախատեսված եղել ու հենց ներմուծման պահից պարզ էր, որ մի օր դա էլ չի լինելու։ Ու նույնիսկ պարզ էր, թե մոտավորապես երբ էլ չի լինելու, էլի։ Ինքը հենց սկզբից տենց ծրագրավորած էր, որպես ժամանակավոր գործիք բիզնեսը խթանելու, մանր միջինին օգնելու եւ այլնի համար։ Այդ առումով էլի մեղադրել կամ քննադատել դժվար է, որ sense բաժակը արդեն գցած էր էլի 10 տարի առաջ ու հիմա ինքը տեղ է հասնում ու խոսալ նրա մասին, որ վայ հեսա բաժակը ընկնելու է, բայց ինչից ելնելով է դա։ Այսինքն չի կարելի թողնել 5% օրինակ կամ չեմ քանի տոկոսը։ Դե նախ հեշտ է իրանց համար ասել, որ ուրիշն է գցել։ Մենք ընդամենը ոնց որ անում ենք այն, ինչ որ 10 տարի առաջ մեզնից առաջ էլ պլանավորված։ 10 տարի առաջ ինչի այդպես պլանավորվել։ Ինչի չի պլանավորվել։ Քաղաքականությունը նպատակ չի եղել մանր ու միջինին երկարաժամկետ դիտարկել որպես ինչ որ առանձնահատուկ բան։ Օրինակ հիմա մենք ունենք երկարաժամկետ IT ոլորտը որպես ռազմավարական ինչ որ ոլորտ դիտարկելու քաղաքականություն, դրա համար իրանց այդ տալիս ենք արտոնություններ։ Նույնն եղել է այն ժամանակ, բայց եղել է այդ պատկերացումը, որ մենք սա անում ենք ժամանակավոր, մինչև իրանք կադապտացվեն, այսպես ասած, բիզնես միջավայրին, դրանից հետո մենք ոնց որ խտրականություն չենք դնում մեծերի առջև, այլ բոլորը հավասար են լինում օրենքի առաջ։ Սա որպես բոնուս էր, էլի նախատեսված, մինչև կդառնանք նորմալ բիզնես, դրանից հետո բոլորի նման, ինչպես մնացածներն են շահութահարկ վճարում, այնպես էլ դուք։ Բայց այդ համահավասարությունը չի խախտում հավասարությունը, որովհետև գիտես equality, equity ինչ որ հա հասկանում եմ ինչ ես ասում, այդ հարցերի հարցն է հարկերի բնագավառում միշտ քաղաքականությունից է կախված, հարկային քաղաքականությունից, դու ինչ նպատակ ես դրել ի սկզբանե քո առաջ, եթե ի սկզբանե նպատակը եղել է, որ բոլոր բիզնեսով զբաղվողները, իրավաբանական անձիկ եւ այլն վճարելու են նույն հարկը, ապա դու դրել ես բոլորին հավասար հարկելու քաղաքականություն։ Հիմա մեր եկամտահարկն էլ է նույն սկզբունքով։ Դու կարաս ասես, ինչպես օրինակ Եվրոպայում հիմնականում, որ ամենը պիտի վճարի ըստ իր կարողության, ով ավելի հարուստ է, ավելի շատ պիտի վճարի, ով ավելի քիչ եկամուտում, ավելի քիչ պիտի մասնակցի, պրոգրեսիվը եկամտահարկում է շատ լավ երևում, շահութահարկում դա հենց երևում է այդ հատուկ ռեժիմներով ավելի զգայուն խմբերի համար, մանր միջինների համար։ Եվրոպայում շատ կա մանր միջիններին այտենց խնայելու, փայփայելու իրենց համակարգեր, մոտեցումներ, դե հիմա մեզ մոտ ոնց հասկանում եմ չկա այդ մոտեցումը, դա այտենց քաղաքական որոշում է, էլի պիտի կայացվի, հետո ըստ դրա կազմակերպվի հարկման համակարգումը։ Լավ, եվրոպական երկրների եւ ամեն մեկը իր չափովի մասին։ Էլի ունենք այդպիսի տարածված պատկերացում, որ Եվրոպայում աշխատող քաղաքացիները իրենց հարկերով պահում են չաշխատող անբան միգրանտներին, որոնք ստանում են նպաստները, օգնությունները եւ այլն, ու դրա համար վճարում են բարեխիղճ աշխատող քաղաքացիները։ Ես ենթադրում եմ, որ կա ինչ-որ հաշվարկ
այսինքն երբ որ ինչ որ պահի պետությունը որոշել է որ ինքը փող է տալիս միգրանտներին, ինչ որ ձև հաշվարկել է, թե դա հետագայում ոնց է իրան վերադառնալու, օրինակ այդ մարդիկի կսկսեն աշխատել կամ չգիտեմ, վլիաժան աշխատուժը կամ եւ այլն։ Գլոբալ, քանի որ դու հենց եվրոպական բանի մեջ ես հարկային իրավունքի, այդ ստանալ, բաշխել սկզբունքը պետության ավելի շատ օգուտ է տալիս, թե վնաս։ Նախ սկսենք նրանից, որ եկամտահարկը ամենամեծ հարկը չի։ Եվրոպայում էլ, աշխարհում էլ ոչ միտեղ։ Այդ պատկերացումը, որ աշխատող քաղաքացին ֆինանսավորում է չաշխատող թեկուզ միգրանտ քաղաքացուն, այդքան էլ այդպես չի, որովհետև եթե նայենք հարկային մուտքերը, դրանց մեջ եկամտահարկը հիմնականում առաջի տեղում չի լինում։ Այսինքն հարկային մուտքերը ուրիշ հարկերից են գոյանում ավելի շատ։ Այդպես որ այդ նախադասությունը արդեն աշխատող մարդը պահում է, արդեն սխալ է, որովհետև հարկերը գոյանում են տարբեր աղբյուրներից ու աշխատող մարդու հարկը դրանցից մեկն է ու հաճախ ոչ ամենամեծը, ամենակարևորը։ Երկրորդ, երբ որ հարկերը հավաքվում են, պետությունը այդպես չի նայում եկամտահարկը սենց ծախսեմ, շահութահարկը սենց, ԱՀՆ-ն էլ սենց, դա ընդհանուր մտնում է ինչ-որ կաթսա, հա, գանձարան պատկերացնենք, ու տեղից պլանավորվում են ելքերը։ Այսինքն չկա տենց մոտեցում, որ եկամտահարկը ծախսենք սրա վրա, շահութահարկը սրա, այսինչ հարկներ նրա վրա։ Այդ առումով արդեն իսկ պոպուլիստականը, հա, այդ արդեն իսկ թեզը, որ աշխատող մարդը պահում է, թեկուզ չաշխատող մարդուն, էլի Եվրոպայում շատ տարածված թեզ է, ցախականության, սոցիալականության հետ կապված, որովհետև չաշխատող մարդիկ իրոք օգտվում են շատ պետական ծառայություններից, բայց դա արդեն իսկ պոպուլիզմի հետևանք է։ Ինչ վերաբերում է պետություններին ու հաշվարկին, այդ մուտքի մասն էր, հիմա գալիս ենք ելքին, թե ոնց է ծախսվում գումարը։ Ես կարող եմ Գերմանիայի մասին խոսամ, այդքան էլ իդեալական չի պլանավորումը, որքան մենք կուզեինք, որովհետև հաճախ իրանք անակնկալի են գալիս ուղղակի, օրինակ թե Սիրիան, թե Ուկրաինան բավականին sense force majeure-ային իրավիճակ էր Գերմանիայում։ Ու որոշումները երկու դեպքում էլ հումանիտար հողի վրա են կայացվել, այսինքն մարդասիրական, տենց պրեստիժ պրոյեկտ, հա, մենք կարանք դրա տակից դուրս գանք, մենք ուզում ենք աշխարհին տենց ներկայանանք եւ այլն։ Այդ առաջի որոշումը, երբ որ գնացքներով մարդիկ են գալիս, իջնում են, կանգնում ու նայում քո երեսին, հիմնականում հաշվարկի վրա տեղի չի ունենում, բայց հետո ինտեգրման քաղաքականությունը բավականին մշակված է ու հա հաշվարկը այնպիսին է, որ ամեն ներդրված այդ ֆինանսները ներդրված քաղաքացու վրա, որը գալիս է, պիտի հետագայում պտուղներ տա, այդ առումով ներդրում են հիմնականում երիտասարդների վրա կամ մարդկանց վրա, ովքեր ունեն մասնագիտություններ, որոնք հետաքրքիր են տվյալ երկրում, այդպես հաշվարկ կա դրա տակ իհարկե, թե ոնց ինտեգրենք մարդկանց մեր հասարակություն, բայց այդ սկզբի պահը, չգիտեմ ուրիշ երկրներում ոնց է լինում, նույն ենթադրում եմ հարավում էլ է տենց, որ նավերով գալիս իջնում են, առաջի պահին մտածում ես լավ ոնց քնացնենք այս մարդկանց, հա, գոնե միտեղ մինչև տենանք ինչ ենք անում, այդպես պլանավորում եմ մի քիչ ավելի ուշ է սկսում ու ավելի ռեակտիվ է լինում ավելի շատ, քան ինչ որ տենց մտածված, թող Ուկրաինայից այսքան գան, Սիրիայից այսքան գան, մարդիկ նախ գալիս են, հետո նոր մտածում են ինչ անեն իրենց հետ։ Արդար բաշխելու մարդասիրության եւ նման այլ սկզբունքների մեջ է նաեւ համերաշխության հարկը։ Նախ ուզում եմ մի քիչ բացատրես ինչ է համերաշխության հարկ ու եթե կարելի է երկու օրինակ բերես, որովհետեւ ոնց հասկանում եմ մենք մեր պատմության մեջ կամ մեր տարածաշրջանում այդպիսի օրինակ չունենք ու բացատրես թե դա ոնց է լինում, որ վճարողը իրան խաբված չի զգում այդ հարկը տալուց։ Վճարողը հա, անարդարության զգացում չի ունենում, որովհետև դες նախորդ պատմության մեջ
վճարով ինչ որ մարդիկ կան, որ ունեն այդ զգացումը, նույնիսկ եթե մի քիչ մոտիկից գալուց բարձվում է, որ արդարացված չի։ Դե հա, հարկերը ընդհանուր շատ զգայուն թեմա, ասում եմ, հարկերն ու բանակը պետություն քաղաքացի հարաբերությունում ամենազգայուն թեմաներն են։ Խաղաղ պայմաններում հարկերը ավելի շատ, ոչ խաղաղ պայմաններում բանակը։ Համերաշխության հարկը մենք չենք կարող դրանից ունենալ, որովհետև դա տիպիկ գերմանական երևույթ է, գերմանացիների հորինած հարկն է, այսպես ասած, գերմանացիները ընդհանրապես հարկերի բնագավառում շատ կրեատիվ են, իրանք տենց կլիշե կա, չէ, որ իրանք շատ տենց ձանձրալի են, բայց հարկերի բնագավառում անհնարին կրեատիվ են գերմանացիները։ Լավ փարթիների ժամանակ հարկերից են խոսում։ Հա, հարկը ընդհանրապես պրեստիժի թեմա է համարվում, հա, գերմանացիների համար դա սրբություն է, հարկը լրիվ ուրիշ թեմա է իրենց համար։ Իրանք դա հորինել են կամ ներկայացրել են այդ հարկը արևելյան ու արևմտյան Գերմանիան վերամիավորելիս։ Այսինքն, երբ որ պատը քանդվեց, երբ որ հայտարարվեց, որ վերջ Գերմանիան նորից միացյալ պետություն է, այդ ժամանակ պարզվեց, որ surprise, surprise, արևելյան Գերմանիան այտենց չի զարգացել, պարզվում է սովետի Ոյ, a что случилось? Էս ինչ ա եղել ստեղ, քիչ եք զարգացել, բայց հա, պարզվեց, որ արևմտյան կողմը, որը Ֆրանսիայի, Ամերիկայի, Անգլիայի ազդեցության տակ էր, աճել, զարգացել, տենց բարգավաճել է, իսկ արևելյան կողմը սարսափելի վարքեր են նախ հայտնաբերել, երկրորդն էլ տնտեսական վիճակ ու գաղափարը եղել է, որ այդ հարուստ արևմտյան կողմը օգնի ոտքի կանգնել աղքատ արևելյան կողմին։ Մարդիկ դա կարան զգան որպես անարդարություն, բայց նման հարկի հիմքում ինչ որ ազգային գաղափար անկած։ Այսինքն դու նախ ժողովրդին շատ մեղմ նուրբ, հա, շատ զգուշ վաճառում ես այդ ազգային գաղափարը, մարքեթինգն ես անում, որ մենք վերամիավորվում ենք, սա ինչ որ միասնականության պրոյեկտ է, սա ասենց ազգային թասիբը վերականգնելու պրոյեկտ է եւ այլն, այսինքն նախ ինքը էմոցիոնալ առումով պիտի ընկալվի մարդկանց մոտ որպես ինչ որ sense պատրիոտիզմի, ազգային, չգիտեմ, վերածննդի կամ ինչ որ շատ sense ազնիվ գաղափար, որի պատիվ է, հա, մասնակցել այդ գաղափարի իրականացմանը ու նոր դրանից հետո հենց դրա համար համերաշխության հարկ ինքը ավելի շատ տենց ինչ որ գաղափարական Հա, այսինքն չեն դրել արևելյան Գերմանիան վերականգնելու հարկ։ Չէ, ինքը համերաշխության հարկ է, ինքը վերամիավորման, ինքը ազգային զարթոնքի, այդ տենց նորից Գերմանիան անկախ է, մենք նորից վերականգնել ենք մեր պետականությունը եւ այլն, այդ էմոցիայի վրա է կառուցվել այդ հարկը, բայց ինչպես դու նշեցիր, մի հատ հարկ որ ներմուծվում է, այլ ինքը չի դադարում գոյություն ունենա։ Վաղուց Գերմանիան դուրս է եկել այդ արևելյան Գերմանիան ոտի կանգնացնելու ծրագրի այդ գծերից, հա, բայց այդ հարկը մեկա հարկվում է, ես ինքս վճարում եմ այդ հարկը։ Բայց այն մասը, որը առաջ արևելյան Գերմանիա, իրանք էլի չեն վճարում, թե հիմա բոլորն են։ Հիմա բոլորս վճարում ենք։ Հիմա բաում հետ եք համերաշխ։ Ազգային համերաշխություն է տիրում։ Այս վերջերս մի 2 տարի առաջ որոշվեց, որ քիչ աշխատող ֆիզանձիկ չեն վճարում, բայց էլի բոլոր այսինքն արևելյան եւ արևմտյան Գերմանիայի հարկատուները չեն վճարում, եթե քիչ են աշխատավարձ ստանում։ Մնացած ազգային համերաշխության հարկա։ Հիմա որպես մի հանդրություն, որը խիստ ունի ազգային համերաշխության կարիք, մենք տեսականորեն կարող ենք այդպիսի հարկ ունենալ, օրինակ, չգիտեմ, արցախցիների հետ համերաշխության կամ արցախցիներին ինձ թվում է պիտի հանգիստ թողնենք, բայց եթե նկատի ունես հայաստանցիներով արցախցիներին, հա, ինձ թվում է հայաստանցիներին էլ պիտի հանգիստ թողնենք, որովհետև Չէ, նայ իհարկե արցախցիների ցավը անհամեմատելի է հայաստանցիների ցավի հետ, բայց չի կարելի նաև թերագնահատել Հայաստանում ապրող ժողովրդի
ստրեսը ու նաև հիասթափությունը, նաև հասկանում ես 30 տարի ամեն ինչ սոհաբերվել է այս երկրում հանուն գաղափարի ու հիմա էլի ոնց որ ամեն կողմից էլի քիչ է սարել, ասում են, որ էլի կարայր եւ այլն, ինձ չի թվում, որ հիմա արցախցին ու հայաստանցին պատրաստ են ֆինանսապես ներդրվել ազգային համերաշխության ծրագրի մեջ, որովհետև նայ արևմտյան Գերմանիան ինքը տենց հարուստ, իրոք հարուստ էր էլի այդ պահին, երբ որ ներդրվեց հարկը։ Այդ իմաստով մենք կարող ենք մտածել, այսպես ասած, դիասպորալ հարկի մասին, տենց հարկ կա շատ քիչ երկրներում, մի հատ Աֆրիկայում կա, Հնդկաստանում են այս վերջերս ներմուծել, Հնդկաստանում մի քիչ այլ կոնտեքստով այդ գլոբալ ապրող հնդիկը, այսինքն որ կարաս դու ապրես, չգիտեմ, Հայաստանում, բայց on-line գումար աշխատես, որ վճարես Հնդկաստանում, բայց այդ նույնը կարելի անել հայերի հետ, օրինակ, Հայաստանի քաղաքացիները, որոնք չեն ապրում Հայաստանում, բայց բավականին հարուստ են, այդ հարուստ լինելու չափանիշները կարելի է շատ հանգիստ սահմանել, էլի ինչա նշանակում հարուստ, որ իրանք որպես այդ հարուստ մաս այս հասարակության աջակցեն ստեղ հանրային համերաշխության կայացմանը, բայց դա նորից պիտի լինի ինչ-որ ազգային գաղափարախոսության տենց սոուսի ներքո, ուղղակի վաղը կանգնել ու տենց բարձրաձայն ասել նոր հարկ ենք ներմուծում, պիտի հարկ վճարեք, էլի չի աշխատի։ Մարդիկ զանգվածաբար հրաժարվել քաղաքացիություն։ Գոնե նրանք, ովքեր զուտ իդեայից ելնելով չէին դեռ հրաժարվել, կարան հրաժարվեն, կարան չգան ուղակի Հայաստան, հա, հետո իրանց դժվար կգտնես այդ դեպքում, եթե իրանք ուղակի որոշեն ֆիզիկապես չգալ Հայաստան։ Այսինքն այդ համերաշխության գաղափարը նախ պիտի ներդրվի, նախ պիտի մարդկանց մոտ ծնվի գաղափարը, որ ես մասնիկն եմ դառնում ինչ-որ ազգային վերածննդի, ազգային համերաշխության, ինչ-որ մեծ պրոյեկտի, որի արդյունքում Հայաստանում ապրող մարդը, Հայաստանում ապրող նաև արցախցին ավելի լավ են ապրելու, ավելի ջերմ են իրար նկատմամբ ապրելու, դրանից հետո դա հնարավոր է անել։ Դիասպորա ստեղ պետքա զգուշ լինենք, այդ հարկը, որ մտածված է ուրիշ երկրներում, մտածված չի մեր նման մեծ պատմություն, չէ, ազգային պատմություն ունեցող ազգի համար, որտեղ հայերի մի զգալի մաս Հայաստանի քաղաքացի չի ուղակի, մենք այստեղ պիտի շեշտը դնենք մեր քաղաքացիների վրա, իհարկե մենք չենք կարող հարկել ուրիշ ազգության էթնիկ հայի, որը օրինակ Ֆրանսիայի կամ Գերմանիայի քաղաքացի է, ոչ մի իրավական հիմք չունենք իրանց հարկելու, մենք կարող ենք հարկել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բայց նորից դրա տակ դնելով ինչ որ ազգային վերածննդի գաղափար, որովհետև այս հարկը գալիս է ոչ թե նախ հարկը, հետո թե ոնց ծախսենք, այլ գաղափարը, որի արդյունքում ծնվում է հարկը։ Իսկ այդ գաղափարը պետք է զարգացնել իրան, հետո տեղ հասցնել, որպես շատ սիրուն բան, որպես ազգապահպան, չգիտեմ, զարթոնք բերող, վերածնող եւ այլն, այդ դեպքում ինքը կարա աշխատի, հա։ Հարկերը նույնքան նուրբ շատ զգայուն ոլորտ է, ինքը միանգամից քո գրպանն է մտնում, ասենք դրանից զգայուն բան, ու դու չունես վերահսկողություն, էլ դու էլ չես կարող պետության գրպանը մտնես, դա միակողմանի է, անհատույց ու պարտադիր։ Շատ տխուրան, շատ դե ոնց կա։ Մեր ժամանակը Սաջան շատ նորից շատ երկար ենք խոսում, դրա համար թողնենք մյուս շաբաթվա համար։ Կվերադառնանք մենք հարկերի թեմային, մենք մեզ թույլ չենք տա կիսատ թողնել հարկերի թեման։ Ձեզ առաջարկում եմ հետևել մեզ, միանալ եւ միացնել բոլոր հնարավոր զանգակները, որովհետեւ մյուս շաբաթ նորից խոսելու ենք հարկերից եւ հատկապես Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի։ Եվ եթե դες հետաքրքիր է դուք ինչի համար եք հարկ տալիս, հետևեք մեզ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։